Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը ազգային խորհրդի պաշտոնական հայտարարություն 21-ամյակ։ Արևմտյան Հայաստան ազգային խորհրդի 21-ամյակն նախաձեռնություն Թեզաթուրան արձիական պանթյուրքիզմի ծրագիր Գեղամյան։ Այն թափա Սուրբ Աստվածածին տաճարի ճարտարապետական ակնարկը։ Բերջ Արաբյանը բուրսայի լուսանկարչական փառատոնում Բաքուն պահանջում է փոխել Արևելյան Հայաստան Հանրապետության սահմանադրությունը։ Հայերի ետրնալ Արցախ միջազգային իրավունքի հարց, Ավետիք Իսահակյանի 150-ամյակը Սուրբ Ղազարում, Հիշողության ճարտարապետություն, պատմություններ Բիդետոն։ Միջազգային իրավունքի մեջին արդիական հիմնարար փաստաթուղթ Կարին 17 դեկտեմբեր 2025 թիվ 2004 թվականի դեկտեմբերի 17-ին Արևմտյան Հայաստան ազգային խորհուրդը ընդունալ պաշտոնական հայտարարություն վերահաստատվել Արևմտյան Հայաստանը հայերի անժամանցելի իրավական ու քաղաքական իրավունքների գոյությունը որպես ցեղասպանության զոհ տարած բնիկ ժողովրդի հայտարարությունը իրավական փաստաթուղթ է հիմնված միջազգային հանրային իրավունքի վրա այդվում հայկական պետության միջազգային ճանաչման Սևրի Դաշնագրի Վուդրո Ուիլսոնի 1920 թվականի պարտադիր արբիտրաժային վճռի ժողովրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա Արձանագրում ավեր բռնազավթումը տեղահանությունը ցեղասպանությունը վերացնում չեն հավաքական իրավունքները փաստաթուղթը նպատակ ունեցալ Արևմտյան Հայաստանը հարցը վերադարձնել միջազգային իրավական դաշտ շեշտել ավեր պաշտպանված իրավունքները կարելի չեն վերանան ժամանակի կամ ուժի կիրառման հետևանքով 21 տարի անց հայտարարությունը շարունակում է մնալ արձիական հատկապես արցախահայերի հարկադիր տեղահանության ֆոնին դրա սկզբունքների համընկնում միջազգային արդարադատության դատարանի ներկայիս պրակտիկային հայտարարությունը ապագային ուղղված իրավական հնարանա ու հիշեցնում ավեր ժողովուրդների դեմ իրականացված հանցագործությունների իրավունք չեն ստեղծում, իսկ ուշացած արդարությունը դառնում չի չեղարկված արդարություն։ Հոդվածի ամբողջական տարբերակը հասանելի է Արևմտյան Հայաստան TV-ում, Western Armenia TV։ 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Արևմտյան Հայաստան ազգային խորհրդի հիմնադրման 21-ամյակին արդիվ նախագահ Արմենակ Աբրահամյանը հանդես եկավ խորհրդանշական նախաձեռնությունով։ Միջոցառման շրջանակում ինքը հարգանքի տուրք համատուցավ Ֆրանսիայի ռազմածովային ուժերին ֆրանսիական նավատորմի վետերանների ու ծովայինների ազգային ասոցիացիայի նախագահ Ժան-Իվ Ռոժեի ներկայությամբ։ Միջոցառումը անցկացավ փոխադարձ գնահատանքի ու համագործակցության խորացման մթնոլորտում։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գնահատումով Թուրքիայի թուրքական աշխարհի տեսլական ու գործնական ծրագիրը տարածաշրջանում Թեզաթուրան ձևավորելի հետի արձիականացված պանթյուրքիզմի հիմքավը։ Ուղղված է թուրքալեզու պետությունների խորը ինտեգրմանը Թուրքիայի առաջնորդությամբ լուրջ մարտահրավերը տարածաշրջանային հավասարակշռությանը հատկապես Հայաստանին, Ադրբեջանի պահանջների ու հաջող ճնշման ֆոնին։ Թամար Գյուրջյանի ուսումնասիրությունը կասկածի տակ է յետինում այն թափա Սուրբ Աստվածածին Մայր տաճարի ամբողջական վերագրումը Սարգիս Պալյանին։ Հեղինակը նշանցատան վեր տաճարի կարևոր ընդլայնումներն եռահարկ վերնատունը հավանաբար իրականացվան տեղացի հայ վարպետների Սարգիս Ուստա-Գաթեհչյանի ու Նիկողոս աղա Նազարեթյանի կողմից։ Ուսումնասիրությունն ընդգծման վեր տաճարը համատեղ ստեղծագործական գործընթացի արդյունք է ու կարևորում է տեղացի հայ վարպետների դերը 19-րդ դարի եկեղեցաշինության մեջին։ Բուրսայում անցկացվող 15-րդ միջազգային լուսանկարչական փառատոնը կոտրման ժամանակը խորագրավ մեկ տեղական միջազգային լուսանկարիչների էթվում Ագոսի լուսանկարիչ Բերջ Արաբյանին։ Յուրանկարոտ ճանապարհի պատմությունը ֆոտոշարքը ցուցադրվում է Շեֆիկ Բուրսալիի անվան պատկերասրահում։ Փառատոնը վերակազմակերպվել է Քաղաքապետարանի ու BUFSAID-ի համագործակցությունով շարունակվելու է մինչև հունվարի 12-ը Բուրսայի տարբեր մշակութային հարթակներում։ Բաքվից կրկին հայտարարում ընթա Հայաստանը սահմանադրությունը պիտի համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին։ Այդ երկրի նախագահ Ալիևի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը նշել է, թե 2025 թվականը պատմականորեն նշանակալի հանգրվան է տրալ ոչ միայն Բաքվի ու Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի հարաբերություններին հետի։ Մեր երկրներն օգոստոսի նախաստորագրած են խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Մենք հույս ունենք վեր կարես ստորագրվի հաջորդ տարի։ Երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի խմբի ու դրան հետ կապված կառույցների լուծարման գործընթացը։ Արևելյան Հայաստանի սահմանադրությունը պիտի համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ Դրանից հետո համաձայնագիրը կարես ստորագրվի ու վավերացվի երկու կողմից, նշել է Էլչին Ամիրբեկովը։ Հայ փախստականների ետրնալը Արցախ վեճթակ քաղաքական ընտրության այլ միջազգային իրավունքի հարցը։ Սրա մասին Alpha News-ի ներծրույցում ասել է Եվրախորհրդանի Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուଆ Քսավիե Բելամին մեկնաբանել ավեն վեր պաշտոնական Երևանը հրաժարում է պաշտպանել այդ իրավունք ու կարծում ավեր փախստականեն չպիտի վերադառնան։ Հայերը իրանց տարածքում իրանց տներում էթնիկ զտումների զոհ ընտրալ, պիտի համակարգային նախապատրաստություն տարվի այդ տարածք իրանց վերադարձի հետի։ Ու ես կարծում եմ վերմունք երբեք չպիտի հրաժարվենք այդ վճռորոշ սկզբունքան, ընդգծալ է Եվրապատգամավորը։ Դեկտեմբերի 9-ին Վենետիկի Սուրբ Ղազար Մխիթարյան մայրավանքում տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի նվիրված հանդիսություն Մխիթարյան միաբանության ու Իսահակյանի տուն-թանգարան համագործակցությունով։ Ելույթներում անդրադարձ է կատարվել Իսահակյանի կենսագրությանը, Մխիթարյան միաբանությանը հետ կապերին ու իրան վենետիկյան տարիներին։ Միջոցառման վաղտը ցուցադրվել է վարպետը, վավերագրական ֆիլմ ու կազմակերպվել է ցուցադրություն Իսահակյանին հետ կապված նյութերով։
Սեդա Մարկոսյան Խտշյանի Մերտոնի գիրքը անձնական հուշագրությունն վերաբերում է հավաքական հիշողության պատմության ներկայացնելով Արևելյան Բեյրութի հայկական թաղամասերի ձևավորումը ցեղասպանությունից փրկված սերունդների տեսանկյունից։ Դոկտոր Աբել Մանուկյանի գնահատումով ստեղծագործությունը վավերական վկայություն է լիբանանահայ համայնքի ինքնության, հիշողության ու սերնդային շարունակականության մասին, ընդգծել Ավերտոնը կարե ապրե որպես հիշողության ու արժեքների տարածք։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքան ենք պատրաստել, սպասիբա ուշադրության հետ եւ ընդկացիք։